Շատ լավ, հարգելի գործընկերներ, տեսեք, հենց նոր դիմում մուտքագրեցինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչպես գիտեք, հունիսի 6-ին եւս մեկ անգամ Հայաստան էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից դիմում էր ներկայացվել սակագնի վերանայման համար, առավել կոնկրետ սակագնի իջեցման հետ կապված են 3.6 միլիարդ դրամ դրական տարբերությունը հաշվի առնելով Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող ունենալ, կարող է 1 տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, տարբերությունը այլ բացասական լինի եւ արդյունքում անհրաժեշտություն լինի մի բան այդ սակագինը բարձրացնելու։ Հիմա նորից դիմումը ներկայացացինք, արդեն ներկայացնելով գրեթե 1 տարվա հաշվարծ թիվը հիմք ընդունելով, որը արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի։ Եվ կրկին անգամ դիմումը խնդրեցինք վերանայել սակագինը եւ իջացնել։ Այստեղ շատ կարեւոր բան է, հանգամանք է, որ դիմումը ներկայացել ենք եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ի գլխավոր տնօրեն պարոն Կարեն Հարությունյանի անունից եւ ընկերության բաժնետեր Տաշիր Կապիտալ ՓԲ-ի անունից եւ ընկերության տնօրենների խորհրդի անունից, այսինքն հնարավոր բոլոր անձանց անունից նույն դիմումը ներկայացել ենք, որովհետեւ անգամ տեխնիկական վերադարձի կամ չքննարկման հարց չունենանք, որ օրինակ չգիտեմ, չէ, պետք է հեծի տնօրենի լիազորություններ սահմանափակված էր, բաժնետերը դիմեր եւ այլն եւ այլն։ Նման խնդիրներ չունենալու համար եւ նման արդարացումներ հանձնաժողովի համար չունենալու համար դիմումը 3 անձանց անունից ենք ներկայացրել։ Օրենքով սահմանված ժամկետում պետք է արձագանք տան, մենք սպասում ենք այս բային դիմումը մուտք եղես, պետք է քննարկվի, հանձնաժողովը որոշում կայացնի, սակագնի փոփոխություն կատարելու վերաբերյալ կկայացնեն, թե չեն կայացնի, դիմումը կքննեն, թե չեն քննի, հուսամ կքննեն եւ սակագինը կիջեցնեն, բնակչության բեռնել որոշակի չափով կթեթևանա։